Մայիսյան հերոսամարտերը կարևոր են նաև պետականաշինության մասով։ Սարդարապատ, Բաշապարան եւ Ղարաքիլիսան ըստ էության չթույլատրեցին թուրքական զորքերին լիարժեքորեն արագ ժամանակին ու տեղին իրականացնել պանթուրքիզմի ծրագիր։ Առաջին հանրապետության բացած ճանապարհը, այն ճանապարհն է, որով մենք մինչև այսօր քայլում ենք, պատմությունը գալիս եւ ասում է, որ դու միայնակ չես։ Բարև ձեզ, եթերում ուղիղ խոսքն է։ Այսօր ուղիղ խոսելու ենք առաջին հանրապետության մասին։ Մեր հյուրն է պատմական գիտությունների թեկնածու ԵՊՀ դոցենտ Մհեր Հովհաննիսյանը։ Բարև ձեզ, պարոն Հովհաննիսյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ ենք հրավերը ընդունելու համար։ Խնդրեմ։ Պարոն Հովհաննիսյան, 107 տարի առաջ հռչակվեց Հայաստանի առաջին հանրապետությունը։ Մեր երկրի անկախացման գործընթացում ինչու է կարևոր առաջին հանրապետության հռչակումը։ Առաջին ամենակարևոր պատճառը, որ մենք պետք է գնահատենք եւ արժևորենք առաջին հանրապետությունը, պայմանական եկեք անվանենք այս առաջին եզրույթը, այն է, որ մենք ավելի քան 8 դար հայկական լեռնաշխարհի տարածքում անկախ պետականություն չենք ունեցել։ Եվ այդ բացակայությունը բերեց ամենամեծ խնդրին մեր հասարակության, հայ հասարակության մեջ, այն է, որ մենք սկսեցինք չարժևորել, չգնահատել, չպատկերացնել, չտեղեկանալ, չիմանալ, որ հայը պետականություն է ունեցել կամ այդ պետականության կարևորությունը ինչու՞մ է եղել։ Առաջին հանրապետության ծնունդը եկավ փակելու այս խնդիրը եւ փաստորեն ամբողջացրեց այն պայքարը, որը հատկապես 19-րդ դարում սկսեց ակտիվորեն ձևավորվել եւ տանել դեպի այդ պետականության կերտմանը։ Երկրորդ կարևորությունը նրանում է, որ չնայած իր փոքր կարճ ըստ էության երկու գրեթե տարիների գոյությանը, առաջին հանրապետությունը իրավական հիմք ստեղծեց, որպեսզի խորհրդային Հայաստան անունով պետությունը որպես անկախ սուբյեկտ պետական ձևավորվի եւ խորհրդային միության կազմի մեջ մտնելով հանդերձ մենք ոչ թե դառնանք, ինչպես ասենք օրինակ ներկայիս Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ գտնվող առանձին հանրապետություններն են, այլ դառնանք լիարժեք 15 այդ ապագա հանրապետություններից մեկը, այն է պահպանելով հնարավորությունը վերանկախացման ժամանակ 91 թվականի 1900 նորից վերակերտվելու եւ դառնալու անկախ հանրապետություն։ Այս համատեքստում ինչու է կարևոր շեշտել մայիսյան հերոսամարտերի դերը։ Մայիսյան հերոսամարտերի դերը մենք կարծում եմ պետք է շեշտենք երկու ձևաչափով, որի մասին ես բազմաթիվ անգամ նշել եմ եւ չեմ զլանա եւս մեկ անգամ արտահայտվեմ, այն է առաջին մասով դա անշուշտ հայ ժողովրդի օրհասական պահին միավորվելու եւ վճռական ճակատամարտ տալով կանգնեցնելու իր գլխին կանգնած թուրը, բայց սա մենք կարող ենք բազմաթիվ այսպես պատմական օրինակներ բերենք նման ճակատագրական պահերի, որ մենք փորձել ենք նման բաներ անել։ Մայիսյան հերոսամարտերը կարևոր են նաև պետականաշինության մասով, այսինքն իրենք ճակատամարտեր էին, որոնք միանգամից բերեցին անկախ պետականության վերստեղծմանը, որովհետև շատ հաճախ եթե մենք ականջալուր ենք լինում տարբեր պատմաբանների, հատկապես հարևան երկրների, մենք այնպիսի տպավորություն կարող ենք ստանալ, որ անկախությունը դա պատահականության, հանրապետության կերտումը դա Բաթումի պայմանագրով պայմանավորված Թուրքիայի կողմից նվեր եւ նմանատիպ այլ մտքերի, բայց պարզ սովորական մոտեցումը ցուցաբերելով գնահատման, մենք կարող ենք տեսնել, որ եթե մայիսյան հերոսամարտերում մենք չկանգնեցնեինք թշնամուն եւ չստիպեինք, որպեսզի նա հաշվի նստեր հայկական զինված ուժերի հետ, դժվար թե մենք ընդհանրապես որպես ազգ կարողանայինք այդ պահին, ել չասեմ հետո, մտածել պետության մասին, եթե ոչ մտածել ընդհանրապես մեր լինելիության մասին։ Երկրորդ կարևոր հանգամանքը մայիսյան հերոսամարտերը ոչ միայն հայոց պետականության վերստեղծման ամուր հիմք դարձան, այլ նաև հնարավորություն տվեցին, որպեսզի մենք մեր փոքր, բայց կարևոր լուման ներդնենք առաջին աշխարհամարտի մեծ պայքարի մեջ, Անտանտի երկրների, այսինքն հաղթող երկրների մասով։ Ինչու եմ սա նշում։ Մենք շատ հաճախ, ես կասեի գրեթե միշտ տեսել եմ սա, լսել եմ, անտեսում ենք այս երևույթը։ Անտեսում ենք այն պարզ պատճառով, որ չենք տեղեկանում, չենք մտածում համաշխարհային պատմության համատեքստում։ Ինչու, որովհետև
Եթե մենք սա անտեսում ենք, ստացվում է Սևերի պայմանագիրը մի ողորմություն էր, որը մեզ տվեցին ընդդեմ Թուրքիայի, բայց Սևերի պայմանագիրը մենք նաև մեր մասով վաստակեցինք, որովհետև մասնակից եղանք մեծ պատերազմի հաղթող երկրների կողմից, մեր հնարավորությունների չափով կանգնեցնելով թուրքական բանակին, ավելին թուրքական բանակը, որը Վրաստանի տարածքով եւ Հայաստանի տարածքով պլանավորում էր դուրս գալ Բաքու եւ այնտեղից Միջին Ասիա, ըստ էության չկարողացավ Հայաստանի մասով իր ծրագրերը լիարժեքորեն իրականացնել եւ ստիպված եղավ ամիսներ շարունակ կանգնել մինչ այդ մենք գիտենք, որ թուրքական զորքերը արդեն Վրաստանով կարողանում էին համապատասխան գործողություններ իրականացնել եւ ըստ էության 1918 թվականի աշնանը, մասնավորապես սեպտեմբերին Բաքվում տեղի ունեցավ այդ հայտնի զազրելի իրադարձությունները, որի ժամանակ 30,000-ից ավելի մեր հայրենակիցներ սպանվեցին։ Եթե ավելի պարզ Սարդարապատ, Բաշապարան եւ Ղարաքիլիսան ըստ էության չթույլատրեցին թուրքերին, թուրքական զորքերին լիարժեքորեն արագ ժամանակին ու տեղին իրականացնել պանթուրքիզմի ծրագիրը, որովհետեւ ընդամենը սեպտեմբերից ամիսներ անց ավարտվեց առաջին համաշխարհային պատերազմը եւ այլևս հնարավորություն չկար ծովը անցնելով մտնել Միջին Ասիա եւ իրականացնել այն ինչ որ պլանավորված էր պատերազմից առաջ։ Այսինքն մենք մեր դերը չենք կարևորում, հա, կամ չենք հասկանում, թե այդ մեծ պատերազմը երկուսը միասին չենք հասկանում, չենք կարևորում այն իմաստով, որ մենք հաճախ լոկալ նշանակություն ենք տալիս մայիսյան հերոսամարտերին, նշում ենք, որ սա մեր լինելություն ապահովելու կռիվ էր, պայքար էր, բայց սա միայն մեր լինելության մասով պայքար չէր։ Սա պայքար էր, որի ժամանակ բրիտանական զորքերը կարողացան վերադասավորվել եւ հնարավորություն չեղավ, որպեսզի թուրքական բանակը լիարժեքորեն փակի Պարսկաստանից եկող Գերմանիայի գլխավոր հակառակորդ այդ պահին Բրիտանիայի զորքերի առաջընթացը։ Սա հնարավորություն տվեց, ինչպես արդեն ասացի, թեկուզ արդեն պատերազմից դուրս եկած, բայց Անտանտի երբեմնի դաշնակից Ռուսաստանին խույս տալու իր տարածքների հարավային շրջանների մասով թուրքական զորքերի առաջընթացին եւ այլն։ Այսինքն ըստ էության թվում է այս փոքրաթիվ ուժերը ինչ մեծ բան կարող էին անել, բայց հաշվի առնելով, որ ամիսներ էին մնացել պատերազմի ավարտին, իսկ արևելյան ճակատում ամբողջությամբ դասալակություններ եւ 300,000-անոց ռուսական բանակը նահանջել էր, բաց թողնելով ամբողջ ճակատի գիծը, հնարավորություն էր ստեղծվել ուզածդ բանը անելու, նույնիսկ եթե դու պարտվում ես մեծ պատերազմի մեջ։ Եվ հայկական բանակը մասնակի, բայց կարևոր գծի վրա կարողացավ կասեցնել եւ դանդաղեցնել այդ process-ը, որոշ դեպքերում նույնիսկ ընդհանրապես կանխարգելելով թուրքերի առանձին պլաններ։ Եթե այդ հաղթանակները մայիսյան բերենք այսօր, կամ ընդհանրապես մեր պատմության մեջ բազմաթիվ հաղթական դրվագներ կան, ձեր կարծիքով այսօր կան ընկալումների փոփոխություններ հաղթանակի մասին։ Հասկանում եք, ընկալումների փոփոխություններ ցանկացած սերնդի մոտ կարող են լինել, եթե դու սկսում ես մատուցել փոփոխված ընկալումներով։ Ամենայն դեպս այն մարդիկ, ովքեր մատուցում են այդ ընկալումները, նկատի ունեմ դասավանդող կազմին, մասնավորապես պատմաբաններին, ես դեռևս չեմ տեսել, որ այդ ընկալումները նրանք փոփոխված ձևով մատուցեն։ Ուրիշ խնդիր է սոցիալական ցանցերում, սոցհարթակներում ներկայացվող տեսակետներ, որոնք գիտենք ամեն մի տեսակետ չէ, որ մասնագիտական հենքից է ելնում, եւ բնականաբար այս տեսակետները միշտ էլ լինելու են ու հասարակությունը կարծում եմ ինքը պետք է արժևորի գնահատի այն ամենը, ինչ որ իր նախնիներն են իրականացնել այս փառագայում այ մայիսյան հերոսամարտերը եւ նաեւ պետության մասով էլ տեսնում ենք, որ որոշակի գնահատականներ կան, բայց հաղթական իմաստով, այսինքն չկա անտեսում չգնալ չքննարկել հերոսամարտերը, նշել այդ օրը տոնական եւ այլն, գուցե ոչ բավարար չափով կամ ցանկալի ավելի մեծ շուկով եւ այլն, դա արդեն մոտեցման խնդիր է, բայց գնահատման իմաստով մենք չեմ կարծում, որ հասցրել ենք այն մակարդակի գնահատման, ինչը որ առանձին հարցերում կարող ենք ասել, որ կա այդ գնահատման պակասը։ Ուրիշ խնդիր, որ մենք պետք է ավելի մեծ քայլեր իրականացնենք, որպեսզի այդ գնահատումը ել ավելի մնայուն եւ կայուն մնա, միաժամանակ նաեւ դրա հետ կապված փորձենք ավելի մասսայականացնել այն արժեքները եւ այն պատմությունը, որը ստացանք
այս հաղթանակից եւ ընդհանրապես առաջին հանրապետությունից, քանի որ վերջո առաջին հանրապետության բացած ճանապարհը այն ճանապարհն է, որով մենք մինչեւ այսօր քայլում ենք, եւ եթե այդ ճանապարհին մենք հանդիպում ենք խոչընդոտներ կամ հաղթանակներ, դրանք որոշակի ուղերձներ ունեն առաջին հանրապետության հետ եւ այն ուղերձները, որոնք ժամանակին տեսել էին հանրապետության կերտողները ու ինչ պատճառներով չէին լուծել, այսօր մենք դրանց արձագանքները բնականաբար տեսնում ենք եւ այս իմաստով սերունդների փոփոխության իմաստով շատ կարեւոր է, որ մենք ոչ միայն գնահատել սովորենք, ոչ միայն տեղեկացված լինենք ուղղակի իմանալու համար, որ այսինչ օրը, այսինչ թվին ու ամսաթվին տեղի ունեցել այսինչ ճակատամարտը, այլ նաև կարողանանք պատմական դասերը քաղել, հասկանալ այդ ուղերձները, հասկանալ բացերն ու սխալները եւ անհրաժեշտ վերլուծություններն ու արժեվորումները կատարել, առանց որի պատմությունը դառնում է անիմաստ մի գիտակարգ, որը պարզապես թվերի տեքստի շարադրանք է եւ գեղեցիկ մտքեր կարող են այստեղ արտահայտվել տեսականորեն, բայց գործնականում պատմությունը նաեւ իմ խորին համոզմամբ գալիս է ծառայելու հասարակությանը անցյալի մասին խնդիրների ամբողջ շղթան ներկայացնելու եւ ցույց տալու լուծման տարբերակներ, որոնցից օգտվելով, ճիշտ օգտվելով, հասարակությունները ավելի քիչ ցավոտ են անցնում այն արհավիրքները, որոնք որ ժամանակի ընթացքում հանդիպում են եւ այդ արհավիրքները որոշակի օրինաչափություններով անցյալի հետ կապ ունեն։ Այսինքն պետք է իմանալ անցյալը, վերեր համեմատել ներկայի հետ, ներկան հասկանալու եւ ապագան կանխատեսելու համար։ Ընկալելու, գնահատելու առումով ձեր կարծիքով ինչ տեղում է գտնվում պատմական հիշողությունը։ Հարցը բավականին ընդգրկուն է այն իմաստով, որ մենք ում մասով ենք պատմական հիշողությունը հասկանում։ Եթե մենք հասկանում ենք աշակերտի, ուսանողի, մտավորականության, սովորական ոչ մասնագիտական լսարանի եւ տարբեր, այսպես ասենք, խմբերի համար մեր հասարակության մաս կազմող, այստեղ մոտեցումները բնականաբար տարբեր են։ Այսինքն, եթե մենք խոսենք ներկա ուսանողության եւ աշակերտության մասով պատմական հիշողության, բնականաբար նրանց մոտ այդ պատմական հիշողությունը ավելի է թարմացվում, քանի որ այս պահին արդեն նրանք այդ process-ի մեջ են, ոչ միայն տեսնում են, այլ նաեւ անցյալի ուսումնասիրության մեջ են դպրոցում եւ համալսարանում։ Բայց եթե մենք խոսում ենք հասարակության այն հատվածի մասին, որը տարիներ առաջ է այն էլ թռուցիկ կամ մասնակի անդրադարձել պատմական հիշողությանը դասագրքային մակարդակով, բնականաբար տարիներ հետո հասարակության այս մի ստվար հատվածը կարիք է ունենում վերարժևորելու, վերագնահատելու, տեսնելու։ Մենք քիչ առաջ ձեր հետ խոսում էինք եւ դուք էլ ինչպես նշեցիք, բացահայտեցիք, որ որոշակի տվյալներ կա պատմական հիշողությունից, որոնք պարզվում է, որ դուք թվում էր գիտեիք պատմությունը, բայց պարզվեց, որ չէ, պետք է նորից անդրադառնաք, ուսումնասիրեք, դիտարկեք, քանի որ ինքը կենթանի, այսպես ասենք, գիտակարգ է, ինքը այնպիսի մի համակարգ է տարբեր գիտությունների շահկապման, որը անընդհատ նորույթ է բերում եւ մոտեցման փոփոխությունները պայմանավորվում են նաեւ որոշակի նոր մեթոդաբանությունների, որոշակի աղբյուրների ի հայտ գալու համադրման արդյունքում եւ եթե մենք այսօր ինչ որ արժևորում ենք կատարում ու հետո պարզվում է, որ այդ արժևորմանը զուգահեռ հայտնվում են նորանոր փաստարկներ, նորանոր ապացույցներ ու անհրաժեշտություն կա վերանայման արդյունքում պարզվում է, որ այս նոր գիտելիքը տեղ պետք է հասնի։ Այս իմաստով պատմական հիշողությունը ասել, որ լիարժեքորեն ձևավորված է մեր մոտ, իհարկե չենք կարող ասել։ Բայց ընդհանուր ընկալման իմաստով այն ինչ որ մենք առհասարակ հասկանում ենք, թույլ տվեք ասել նաև այսքան ոչ խորը մասնագիտական տեսակետից պատմական հիշողությունը, իհարկե մեր մեջ նստած է, որը մեր ինքնության հետ ուղիղ կապ ունեցող ուղղություն է եւ եթե ես ավելի པարզ արտահայտվեմ, բնականաբար անկախ փոփոխությունների եւ մոտեցումների պատմական հիշողությունը ցեղասպանության թեմայի շուրջ, պատմական հիշողությունը Արցախյան հիմնախնդրի շուրջ, պատմական հիշողությունը առհասարակ Արմենիան Հայաստանի կամ պատմական հայրենիքի մի հատվածի կորստի հետ կապված եւ նմանատիպ հարցերի հետ կապված դասագրքային նյութի հետ կապ չունեն։ Դա մեր ինքնության հետ կապ ունի, ուղիղ կապ ունի եւ դա սերնդեսերունդ փոխանցվող խնդիր է, անկախ դասագրքային բովանդակության փոփոխությունների, որը կարծում եմ տարիներ, եթե ոչ դարեր շարունակելու է
զարգանալ, մնայուն լինել եւ դրա շուրջ այն կայծերը, որ ընթացքում առաջանալու են, համապատասխան արդյունքներ են տալու։ Նշեցիք նախորդ խոսքում պատմությունից դասեր քաղելու այս երևույթը 2025 թվականին մենք պատմությունից դասեր քաղել ենք։ Պատասխանը ես չէ որ պետք է տամ, որովհետեւ եթե մենք որևէ դեպքում պատմությունից դասեր քաղում ենք, ուրեմն ապագայում կամ ներկայում սկսում ենք իրականացնել գործողություններ, որոնք բացառապես նպաստում են մեր եւ մեր հայրենիքի կայուն զարգացմանը։ Եթե դուք տեսնում եք այդ կայուն զարգացումը, ուրեմն քաղել եք, եթե չենք տեսնում, ուրեմն չեք քաղել։ Բնականաբար ասել, որ լիարժեքորեն մենք ընդհանրապես ոչ մի դաս չենք քաղել, ոչ մի բան չենք հասկացել, լիարժեքորեն սխալ կլինի, բայց ասել, որ ամենաֆունդամենտալ հարցերի շուրջ մենք պատմական դասեր ենք քաղել, միանշանակ իմ համար ընդունելի չէ։ Այստեղ նաև կարևոր մի հարց կա։ Մասնագիտական տեսակետից շատ վիճարկելի է պատմական դասի այն արդյունքը, որը իմ համար օրինակ դրական է, մյուսի համար կարող է ոչ դրական թվալ։ Եվ դրա համար եթե ես որևէ մի խնդիր պատմական նյութի հետ կապված պատկերացնում եմ իմ ձևաչափով, իմ գիտելիքների համատեքստում, մեկ ուրիշ նույնիսկ պատմաբան կարող է լրիվ այլ տարբերակով պատկերացնել եւ սա ինչի մասին է խոսում, որ ովքեր որ դասեր պետք է քաղեն, կախված է թե որ պատմական մտքի, որ պատմական ուղղության մասով են այդ դասը քաղում։ Միտքը եթե կարծում եմ հասկացաք, դրա պատճառով է, որ երբ որ դու ինչ որ լսարանում ասում ես մենք օրինակ պատմության դասեր չեն քաղել առաջին հանրապետության անկման խնդիրների հետ կապված, մեկ ուրիշը ասում է, չէ, ես չեմ կարծում, որ մենք դասեր չենք քաղել, որովհետեւ օրինակ արտաքին քաղաքական կողմնորոշման մասում մենք կատարել ենք այս գործողությունը, որ ժամանակին չէին անում առաջին հանրապետության տարիներին։ Ես կարծում եմ, որ հակառակը սխալ էին անում, որ այդպես էին անում, եւ այդպես գնում է դիսկուրսը։ Դրա համար ասել, որ մենք բոլորս միասին նույն պատմական դասերի ընկալման համատեքստում ենք ամեն ինչ հասկանում, իհարկե այդպես չէ եւ նորմալ էլ չի այդպես լինի, որովհետեւ նաեւ պատմությունը ինքը դիսկուրսի առարկա է, քննարկման առարկա է եւ մոտեցումների բախման առարկա է։ Հասարակությունը պարզապես այդ մոտեցումներին ծանոթանում է նույն դասագրքերի մասով, նույն դասավանդման մասնագիտական շրջանակների հետ շփման մասով եւ միշտ չէ որ այդ կարծիքները կարող են նույնը լինել։ Շատ լավ, եւ վերջում պարոն Հովհաննիսյան, դուք միշտ թե դասընթացների ընթացքում, թե շփումների ընթացքում նշում եք, որ պատմությունը պետք է սովորել մտածելու համար, այսինքն պետք է պատմությունը ստիպի մտածել, ինչպես դա պետք է անել։ Պատմությունը մի գիտակարգ է, մի, այսպես ասենք, խոշոր գիտության ճյուղ է, որը տարաբնույթ ուղղություններով տալիս է մարդուն տվյալ անցյալի մասին։ Դա գրավոր տարբերակով լինի, նյութական մշակույթի տարբերակով լինի, բայց տալիս է այդ տվյալը։ Եթե մենք այս տվյալին վերաբերվում ենք որպես պարզապես տվյալ, որ փաստ, դա ավելորդ է, որտեղ տվյալ պահին մեր այսօրվա տաղավարում էլ տեսնում ենք տարբեր իրեր, որոնք տվյալ են, բայց եթե մենք այդ տվյալները չենք օգտագործում, նրանք մնում են որպես տվյալ։ Տղան, աթոռ, ֆոտոխցիկ եւ այլն, բայց եթե մենք պետք է դա օգտագործենք, մենք պետք է հասկանանք ինչպես օգտագործել այդ տվյալը։ Մտածենք դրա շուրջ եւ օգտագործենք։ Ուրեմն, եթե մենք պատրաստվում ենք օրինակ, դիցուք վերցնենք պատերազմի խնդրի X երկրի դեմ կամ Y երկրի դեմ, մենք պետք է հաշվի առնենք առաջիկա տարիների մեր գործողությունները եւ դա պայմանավորենք, կապենք նաեւ արդյունք ստանալու համար, տվյալ ստանալու համար մտորելու անցյալի նմանօրինակ օրինաչափությունների հետ։ Փորձենք հասկանալ այդ օրինաչափությունները։ Եթե մենք նման ուժերի հետ հակամարտել ենք ինչ-ինչ աշխարհակահաղական զարգացումների համատեքստում, դրանք ինչ արդյունք են բերել, երբ որ մենք օրինակ կատարել ենք դեպի աճ գործողություն։ Ինչ արդյունքներ կարող են բերել, եթե մենք դեպի ձախ ուղղություն կատարենք քայլեր, կամ եթե ուղիղ գնանք։ Շատ այսպես պատկերային եմ, ուղղակի ընդհանրական եմ ներկայացնում, որ հասկանալի լինի մեր նաև հանդիսատեսին, այն իմաստով, որ եթե մենք ուղղակի այս տվյալը վերցնենք եւ արձանագրենք
վեհ մտքերով այստեղ մենք հաղթեցինք, պատմական կարևոր նշանակություն ունեցավ, մենք պարզապես պատմությանը տալու ենք այսպես ռոմանտիկ մի շղարշ, որտեղ բացի գեղեցիկ, բացի այսպես պաթոսային արտահայտություններից որևէ արդյունք չենք ստանալ։ Իսկ եթե մենք պատմությանը խորը քննական մոտեցում ցուցաբերենք, հասկանանք բացթողումները մեր, չվախենանք խոսել այդ բացթողումներից, չվախենանք խնդիրները բարձրաձայնել, հասկանանք, որ դրանց բարձրաձայնումը միմիայն նպաստում է մեր առողջացմանը, մեր բարելավմանը, մենք կարողանալու ենք նաև հաղթահարել այն խնդիրները, որ ապագայում են ի հայտ գալու եւ անպայման են գալու, որովհետեւ այն օրինաչափությունները կրկնության որ կան, խոսում են միմիայն նրա մասին, որ դրանք, այսպես ասենք, նպատակ ունեն կամ միտում ունեն անընդհատ կրկնվելու, թե 10 տարի մեկ, թե 50, թե 100, ոչ մեկ չի կարող ասել, բայց որ կան այդ օրինաչափությունները կրկնվելու միանշանակ է։ Եվ այստեղ պատմությունը գալիս եւ ասում է, որ դու միայնակ չես։ Դու պետք է հասկանաս իրեն, դու պետք է հասկանաս այն գիտելիքների ամբողջությունը, որ ինքը քեզ բերում մատուցում է, նույնիսկ եթե այդտեղ կա որոշակի, այսպես ասենք, ապատեղեկատվություն, որոշակի խառնաշփոթ, որոշակի տարընկալումներ, միևնույն է, ամբողջ իրականությունը, եթե կարելի է այսպես ասել, հիմնականում բավարար է, նույնիսկ եթե քիչ չափով է, որովհետեւ մենք ճիշտ դատողություններ սկսենք անել եւ կարողանանք համալիր արդյունքներ ստանալ։ Համալիր արդյունքներ ասելով դա նշանակում է, որ պատմության կողքին սկսում են կանգնել հարակից գիտակարգեր, որոնք գալիս եւ լրացնում են, հա, միջազգային իրավունք կամ ընդհանրապես իրավունք, տնտեսագիտություն, քաղաքագիտություն, միջազգային հարաբերություններ, որոնք գալիս փոխ լրացնում են պատմական գիտելիքին եւ տալիս են վերջնական արդյունք։ Մենք այս դուռը բացենք հայացքով դեպի ներս, թե դուրս նայելով եւ այլն, շատ այսպես պատկերային եթե խոսենք։ Շատ լավ, այսինքն պետք է մտածենք պատմությամբ։ Այո։ Շատ լավ, շնորհակալ ենք շատ, պարոն Հովհաննիսյան։ Եթերում ուղիղ խոսքներ, հետագա հաղորդումներին հետևելու համար բաժանորդագրվեք Լամեդիայի YouTube-յան ալիքի։ Հաջողություն։